ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի Զոքանչի Վարդուհի Փիլոյանի գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել ու գործ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Վարդուհի Փիլոյանին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի Զոքանչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում անցել է իր իշխանական եւ ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին եւ հասարակության օրինական շահերին։ Վարդուհի Փիլոյանի հետ դատարանի առաջ են կանգնել եւս 6 անձ՝ Աշոտ Պետրոսյանը, Արթուր Բեսրոպյանը, Անահիտ Գասպարյանը, Անի Ենգոյանը, Անահիտ Դեմիրճյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել եւս այն բանի համար, որ խմբի կազմում անցել են իրենց ծառայողական իշխանական լիազորությունները, կատարել են այնպիսի արարք, որը դուրս է եղել իրենց լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին եւ հասարակության օրինական շահերին։ Նկատենք, որ Կարեն Սարուխանյանի Զոքանչի Վարդուհի Փիլոյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Վարդուհի Փիլոյանը Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետներից էր։ Հակակոռուպցիոն դատարանում գործը մակագրվել է Վահե Դոլմազյանին։ Հիշեցնենք, որ վերոնշյալ անձիկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն կոմիտեն փորձում էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տանել ձերբակալման, եւ արդյունքում գյումրեցիների զգալի հատվածը հավաքվել էին համայնքապետարանի մոտ, պահանջելով թույլ չտալով, որպեսզի իրավապահ մարմինները Վարդան Ղուկասյանին տանեն կալանքի։ Սակայն փաստ է մեկ բան, որ Վարդան Ղուկասյանն անցնում է կաշառքի քրեական վարույթով եւ այս պահին կալանավորված է։